Ինչու կառավարությունը ճգնաժամ տեսավ հեծում, բայց չի տեսնում Veolia ջուր ընկերությունում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքի տվյալով անցած տարի հեծից բողոքել է բաժանորդների 30%-ը, Veolia ջրից բաժանորդների 80%-ը։ Օրինակ նույն իրավիճակը անջատումների հետ կամ ավելի վատ։ Ցավոք սրտի մեր ջրամատակարարման համակարգում է։ Բայց հենց նախկին ֆինանսական տնօրենի խոսքով պետք է հասկանալ, արդյոք այնքան հաճախակի են եղել անջատումները, որ խնդրի լուծման միակ ճանապարհը կարող էր լինել հեծի պետականացումը։ Վերջը հազարատ այլ պատժամիջոցներ կա, սկսած տուգանքներից, վերջացած լիցենզիայի դադարեցում, լիցենզիայի կասեցում, սակագնի նվազեցում, ինչու ոչ, հա, բայց դնել տենց խիստ միանգամից պետականացմանը ու սենց ասած խլել սեփականատերից։ Արշակյանը պետականացված հեծին լավ ապագա չի կանխատեսում, որովհետև լավ է հիշում պետական կարգավիճակով էներգամատակարար ընկերությունը մինչև 2002 թվականի մասնավորեցումը։ Ոնց էինք մենք ամբողջ էներգոհամակարգով կոպեկ առ կոպեկ գումարները հավաքում, որը դա նույնիսկ չէր երիքում շատ ամիսներ, որպեսզի ամբողջովին կարողանայինք վճարեինք բնական գազի դիմաց վճարները։ Հեծում 100% հավաքագրում չկար, սպառողների 80-90%-ն էին վճարում ծախսած հոսանքի համար, մատակարարված էներգիայի 20%-ը հաշվիչները չէին արձանագրում, հոսանքը գողանում էին։ Հսկայական պարտքեր էր կուտակել հեծը։ Ինչի հաշվին էր կուտակվել։ Ոնց հետո հիմա մենք մի կոպեկ պարտք չունենք։ Մի կոպեկ, մի օր, մի վայրկյան չկա պարտք արտադրող կայանների նկատմամբ։ Դրա մասին է պետք խոսալ։ Թվերով է պետք խոսալ, ոչ թե հայտարարություններ անել, որ լավ է, վատ է, լույսը անջատվեց, լույսը միացավ։ Դրա մասին է խոսքը։ Ընկերության մասնավորեցումից հետո ավելի քան 20 տարվա ընթացքում Արշակյանի պնդմամբ իրենց հաջողվել է զրոյացնել բոլոր պարտքերը։ Գրեթե 100%-ով հավաքել են հոսանքի վարձը, կորուստները հասցրել մոտ 7%-ի։ Հեծը արդեն համեմատում են եվրոպական միջին կարողությունների երկրների հետ, ըստ միջազգային IFC ընկերության գնահատականի։ Իսկ Moody's կազմակերպությունը հեծի ներդրումային վարկանիշը պետական ռեյտինգից ավելի բարձր էր գնահատել։ Անցած շաբաթ արդեն հեծի ռեյտինգը հավասարվել է պետականին։ Բարձր ռեյտինգը հեծին հնարավորություն էր տալիս օգտվել միջազգային բանկերի արտոնյալ վարկերից, պարտատոմսեր թողարկել արժեթղթերի ու բոնդերի շուկայում, ներդրողներ բերել Հայաստան։ Բայց այմունն չէ ցավոք սրտի, կարելի ասել մեկ գրչի հարվածով կամ մեկ հայտարարությամբ ամբողջովին վերացավ։ Հեծի պետականացումն առաջին հերթին փչացնելու է ներդրումային միջավայրը, վստահեցնում է Արշակյանը։ Այս տարիների ընթացքում կատարվեց ավելի քան 600 միլիոն դոլարի համարժեք ներդրումներ։ Ընդ որում եւս մեկ անգամ ուզում եմ շեշտեմ, որ այդ ներդրումները բոլորը եղել են առանց պետական որևէ աջակցության։ Իշխանությունը պնդում է, որ հեծի պետականացման ուղղված նախագծի հիմքում հանրային պահանջն է եղել։ Մարդիկ դժգոհ են հոսանքի անջատումներից։ Այդ դժգոհությունը արդյոք այն համապատասխան մակարդակի է հասել, որ պետքա ընկերությունը բարեխիղճ սեփականատիրոջ կողմից խլվի եւ հանձնվի կամ պետությանը կամ անհասկանալի ինչ-որ թվացial միջազգային հեղինակավոր կազմակերպություն ունեցող։ Փաշինյանն է քաղաքացիական պայմանագրի վերջին համաժողովում ներկայացրել հեծի ազգայնացման երկու սցենարները, կամ հեծը շարունակում է կառավարել պետությունը, կամ դրա բաժնետոմսերի մեծ մասը փոխանցվում է էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Ոչ մի հեղինակավոր մարմին, ոչ մի հեղինակավոր ընկերություն չի գա եւ խոսենք ճիշտ բառերով խլած սեփական ընկերությունը փորձի կառավարել, որտեղ հասկանալի է, որ դա բոլոր բիզնես տրամաբանությունից դուրս է։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։